Տեսեք 2018 թվականից մենք ինչ նախաձեռնել ենք, ինչ բարեփոխում արել ենք, ինչ պետության հիմքերը ամրապնդելու քայլ բարեփոխում կամ որևէ գործողություն երբ արել ենք, մեր ընդդիմադիր ուժերը բնականաբար դա կապել են թուրք-ադրբեջանական, որովհետև քանի որ չունեն հիմնավոր փաստարկներ մեզ հակադարձելու, դա այդ մի քիչ էլ գուցե արդեն հնացած այդ ականջահաճո մարդ գրավելու ականջահաճո մեթոդ է, որ նշեն, որ այ տեսեք, իրանք թուրքական են կամ իրենք ադրբեջանական կամ ինչ-որ, չգիտեմ, բան։ Այնինչ, բայց ես վստահ եմ, որ ինչ-որ մի օր կամ պարզվել է կամ կարող է պարզվել, որ հենց իրանք են առհասարակ երրորդ, չորրորդ երկրների այդպես շահերի պաշտպաններ, ներկայացուցիչներ Հայաստանում եւ դա է իրենց ստիպում որ չօգտագործել հիմնական փաստարկ, որտեղ չունեն այդ հիմնական փաստարկը, որպեսզի հակադարձեն եւ բնականաբար իրենք դա այդ մեղքը բարդում են երրորդ, չորրորդ երկրների վրա, որպեսզի ծածկեն, կոծկեն իրենց սնանկությունը եւ դատարկությունը։